Բարև ձեզ սիրելի երևանցիներ, բարև ձեզ, գտնվում ենք Ամիրյան փողոցի վրա։ Այսօր մեր նպատակն է ցույց տալ մեր հայրենակիցներին, որ կարմիր գծերի թանկացումը ոչ միայն դատարանն է ճանաչել անվավեր եւ ոչ իրավազոր, այլ նաեւ ուզում ենք ցույց տալ տեխնիկական առումով, թե այս մարդիկ ինչքան անգրագետ են եւ ապիկար են եւ չեն կարողանում որովե ծառայություն պատշաճ կերպով մատուցել մեր հայրենակիցներին։ Ամիրյան փողոցի վրա այս հատվածում գտնվում ենք միջև Մաշտոց Խաշմերուկ հասնող հատվածում կոնյակի խանութի դիմացը, տեսեք, ստեղ միշտ եղել է կարմիր գիծ, ստեղ միշտ թույլատրվել է կանգնել։ Հիմա փոփոխություն է տեղի ունեցել, որի արդյունքում նշաններ են կախել այստեղ, որ չի թույլատրվում կանգ առնել, բայց կարմիր գծերը չի ջնջվել։ Ու այս նշաններն է ծառերի հետևում են, ճիշտ է, վախենալով եմ ասում ծառերի հետևում են, որ չգան հանգարց կտրեն ծառերը, բայց ամեն դեպքում փաստ է, որ մարդիկ երևանցիները սովոր են, որ այստեղ կայանել կարելի էր։ Հիմա իրանք այդ փոփոխությունը արել են, պատշաճ իրազեկում չեն իրականացնել, օրինակ իսկ դումա կարելի էր այս ծառերի վրա ինչ-որ թղթից նշաններ դնել, որպեսզի մարդիկ կանգնելուց տեսնեին։ Հիմա ինչ է տեղի ունենում, մարդ վճարում է 160,000 դրամ, իրեն ծանոթ տարածքում, որտեղ միշտ կայանել է, գալիս է որ կայանի, 160,000 դրամ վճարած մարդը տեսնում է, որ կա կարմիր կետագծերը, այսինքն շփոթմունքի մեջ է ընկնում, այո, եթե ուսումնասիրի կտեսնի մի աբսուրդային վիճակ, կա համ կարմիր գիծ, համ դեղին գիծ, համ նշան։ Բայց եթե մարդիկ սովոր են, որ այստեղ կարելի է կանգնել, իրեն գալիս են եւ կանգնում են տեսնելով կարմիր գիծը։ Այս դեպքում մարդիկ 160,000-ը վճարում են եւ հավելյալ 20,000 դրամ տուգանվում են, իրենց մեքենաներն տանում են տուգանային հրապարակ։ Այս պահին եւս ականատես եք։ Այո։ Շատ լավ պահի եկանք, տեսնում եք ինչպես են ոստիկանները աշխատում։ Առաջի անգամը չէ, ոստիկանների հետ մի քանի անգամ այս թեմայով զրուցել եմ, իրենք ասում են, որ այո, մենք իրավացի ենք, որ այս իրավիճակը շփոթմունք է առաջացնում եւ նաեւ մեզ ասել են, որ իրենք քաղաքապետարանին դիմել են, որ Ամիրյան փողոցը չի միայն, շատ փողոցներ կա, որտեղ նման վիճակ կա, եկեք այդ գծերը հանեք։ Ու մեկ այլ խնդիր հաշվի առեք, որ օրինակ այս շենքի բնակիչները Ամիրյան 12-ի շենքի բնակիչը իր շենքի դիմացը կայանելու համար վճարում է 160,000 դրամ, դրանից հետո Տիգրան Ավինյանը որոշում է, որ իրենք պետք է ազատեն այս փողոցը պարկինգից, որպեսզի երթևեկությունը թեթևանա, չնայած չի թեթևանում, որովհետև տեսեք, հիմա էվակուատորները գալիս են, եթե պարկինգի դեպքում մի գիծն էր կանգնում, հիմա երկու գիծն է կանգնում եւ ամեն դեպքում մեր մտքի գիգանտները փողոցի վերջում նաեւ ունեն աղբամաններ, որոնք ամեն դեպքում թույլ չեն տալի, որպեսզի երթևեկությունը ուղիղ անխտան տեղի ունենա, այդից պատճառով մենք ստեղ եւ բազում այլ քաղաքի մասերում կարող եք տեսնել, որ այս մարդիկ համ դատարանում պարտվել են, չեն հիմնավորել, թե այս թանկացումը ինչ հաշվարկով է տեղի ունեցել։ Նաև մենք դատարանում հիմնավորել ենք, որ իրավական հիմքերը եւս սխալ են։ Ծառայությունը, որ իրենք տրամադրում են, ծառայության վճարը պետք է գոյանա բացարձակապես տվյալ ծառայության շրջանակներում տեղի ունեցած տեխնիկական ծախսերից։ Կարմիր գծերի վրա ժողովուրդ ջան, ծախսվել է տարեկան 447 միլիոն դրամ։ Մինչև թանկացումը քաղաքապետարանը արդեն իսկ հավաքում էր 920 միլիոն 23 թվին։ Թանկացումից հետո 24 թվին հավաքել են 2 միլիարդ 300 միլիոն դրամ եւ դատարանում պարտվելուց հետո փոխանակ նահանջանեն եւ ասեն քաղաքացիներ ջան կներեք սխալ ենք եղել, իրենք օգտագործում են բողոքարկման ինստիտուտը անընդհատ հետաձգելով վճռի իրավական ուժ ստանալը։ Այդքան մի բան։ Դե տեսեք, իրենք օգտվում են օրենքի տեխնիկական բացերից, իրենք այնպիսի հայցադիմումներ են մուտք անում, որոնք ոչ թե դատարանը վճիռ է տալիս, այլ մերժում է, այլ վերադարձնում է, այսինքն տեխնիկական թերացումներով հայցադիմումներ են ներկայացնում, օրինակ 24 թվին մենք հաղթեցինք, իրանք տարան վերակնիչ, վերակնիչը վերադարձրեց, իրանք վերադարձի որոշումը տարան վճռաբեկ, վճռաբեկը եւս վերադարձրել է, ասել է շտկեք հայցադիմումը, տեխնիկական սխալներ ունի։ Իրանք առանց որևէ շտկման նույն հայցադիմումը կրկին մուտք են արել վճռաբեկ, այսինքն իրանք ուզում են անընդհատ վերադարձ տեղի ունենա, ժամանակ շահեն ու ուղղակի վճիռը օրենքի ուժ չստանա։ Այս քաղաքացիները ինչ պետք է անեն։ Պատշաճ իրազեկված չեն եղել, տեսնում ենք, որ մի քանի ավտոմեքենա արդեն տուգանային հրապարակ են տարել։ Քաղաքացիները ամենակարևորը պետք է մյուս ընտրություններին իրենց կարծիքը եւ գնահատականը տան այս հանցագործ ապիկար եւ կոռուպցիոներ իշխանությունների պահվածքի եւ կեցվածքի վերաբերյալ, դրանից զատ իրենք ուղղակի պետք է հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքացիական պայմանագիրը, ասենք կան ինքը դարձել է եկեք թալանենք, այսինքն ցանկացած նման տեսակի որոշում ցույց է տալիս, որ եթե կա միտեղ կարմիր գիծ, որը որ դու թանկացնում ես 13 անգամ, դրանից հետո կարմիր գիծը վերացնում ես ու չես ջնջում գծերը, մարդիկ
փաստացի խափնվում են ու տուգանվում են։ Դրա համար սա խնդիր է, սա ցույց է տալի, որ այս մարդիկ աշխատել չգիտեն, իրենց միակ նպատակը բյուջեն լցնելն է, որ ստանան պարկի ավճարներ, բայց թե ինչի համար են պարկի ավճար ստանում, անհասկանալի է։ Եվ այսօր նաև տեսա քաղաքապետարանի խոսնակը ասեց, որ կարմիր գծերը ունեցել են նպատակ քաղաքը բեռնաթափելու եւ իրենք նկատում են, որ այդ բեռնաթափումը տեղի է ունեցել։ Առաջինը սուտ է, բեռնաթափում տեղի չի ունեցել։ Երկրորդը, որ իրավաբանորեն իր ասածը կրկին անգրագիտություն է, որովհետեւ որովե փողոցի կամ վարչական շրջանի բեռնաթափում չի կարող պատճառ հանդիսանալ որովե տեղական վճարի դրույքաչափի բարձրացման համար։